Եթե այդ մարդիկ դավաճաներ են, ծախել էին Արցախը, հանեք ցույց տվեք, մենք էլ տեսնենք, որ այդ մարդիկ իսկապես դավաճաներ են, բայց այդտեղ հարց է առաջանալու հաջորդ։ Դավաճաներին ինչի՞ չեք կախել։ Դուք 7 տարի վարչապետ եք, դավաճանին կախում են, նարեկ։ Մենակ լայվով չեն ասում դավաճան։ Դավաճանը դա առանձնապես ծանր հանցագործություն կատարած հայրենիքի նկատմամբ անձա, որը գործադրելով իր չարս իր լիազորությունները ի թշնամու օգտին կատարել է հանցավոր գործողություններ։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը դավաճան է, ըստ Նիկոլ Փաշինյանի, այդ մարդիկ պետք է փտեն բանտում։ Ինչպես բանտում հիմա փտում է Սաակաշվիլին Վրաստանի։ Իսկ դուք չեք անում այս 7 տարի, դուք բացի իրենց արդարացնելուց, լեգիտիմացնելուց, մաքրելուց ոչ մի բան չեք անում։ Ընդհանրապես այդ մարդկանց օգտագործում եք ձեր քաղաքական մանիպուլյացիաները առաջ մղելու գործում։ Կա ընտրություն, կա Քոչարյան, կա ընտրություն, կա Սերժ Սարգսյան, կա ընտրություն, կա Սաշիկ, Միշիկ, չգիտեմ են մնացածը, չկա ընտրություն, այսինքն չկա վերընտրվելու խնդիր, ուրեմն այդ մարդկանց հետ հնարավոր ուրեմն գործակցության դաշտ է ստեղծում։ Երբ պետք է այդ մարդիկ հանցագործներ են ուրեմն պատերին ծեփվող առարկաներ են, ոտի տակ տվող սուբյեկտներ են, օբյեկտներ են, երբ պետք է այդ մարդիկ հարգելի ընդդիմադիր գործընկերներ են։